սիրելի ժողովուրդ, ազգությամբ էստոնացի եմ, բոլոր կռիվների մասնակից, անունս Ֆելիքս, ով ճանաչում է, փառք մեր բոլոր տղերքին, այսօր ես գտնվում եմ Եռաբլուրում, եկել եմ իմ ազգի անունից, իմ էստոնացի ազգի անունից, հարկանքս մատուցեմ ողջ հայ ազգի հերոս տղերքին, այն որ ասում է, որ հերոսները մոռացվում են, չպիտի հիշվեն, սխալվում են, քանի մենք սաղ ենք վետերաններով, ես 72 տարեկան մարդ եմ, մինչև վերջերս է դիրքեր էի գնում, քանի մենք ողջ ենք վետերաններով, քանի ով անցել է բոլոր կռիվները, գիտի ընկերոջ թասիբն ու պատիվը, եւ այս պատերազմը մեր բոլորիս թասիբներ, մենք չենք պարտվել, տղերքը չեն պարտվել, մենք եկել ենք այսօր որպես հաղթանակած տղերքի մոտ, փառք իրանց բոլորին, համբերություն բոլոր ծնողներին, ով գործել է անհետ կորածների, զոհվածների եւ առողջություն եմ ցանկանում իմ մարտական բոլոր վետերան տղերքին, ով այսօր եւ դիրքերում ծառայող բոլոր տղաներին։ Փառք բոլոր։ Ինչպես եք վերաբերվում, որ այսօր իշխանությունները Ադրբեջանը շատ բացասական, այսինքն ես ասեմ Արցախը վաղ ուշերի հետ ենք վերցնելու, կգա վաղտը բարին հետը, Արցախը չի մնա հակառակորդին, այսօր իրանք վախենում են քայլեն դաշտ հողի վրայով, որովհետև ականները դեռ շատերը չեն գտել, չեն հանվում, ու մարդիկ չեն կարողանում ռիսկով մտնեն այդ տները, որ սխալ եք արել, որ թողել եք ամեն ինչ, պիտի սա վերացնեիք, քանդեիք մինչև վերջ, բայց հիշելով ձեր երկիրը։ Էլ եմ ասում, ամեն ինչ մնացել է իրանց այդ անասուններին։ Ես ասում եմ, ես որպես Խաչակիր, որպես էստոնացի մարդ, գտնում եմ, որ շատ մեծ սխալ է եղել։ 120,000 հոգու համար բոլոր զոհվածների հիշատակին վերջերս գնացել է ուխտագնացության։ Ամբողջ Եվրոպան բացեք YouTube-ով կարդաք, Արցախский վիկինգ շագայտ по Европе, Վադիմ Հարությունով, անտիտապոր, բացեք կկարդաք, ես նվիրեցի իմ ամբողջ երթը Ավստրիայից սկսած, Իտալիայով, Գերմանիայով, Լեհաստանով, Լատվիա, Լիտվա, Էստոնիայում մոմավառությունարեցի, նվիրեցի ողջ հայ ազգի հերոս տղերքին։ Այսօր էլ եկել եմ ստեղ իմ հարգանքն եմ մատուցում, փառք իրանց, շնորհակալություն բոլորիցդ, ժողովուրդ, որ ինձ տվել եք հնարավորություն պայքարել Խաչակիրի կողքը, լավ եղեք։ Բուրման Հովսեփյան, Ֆելիքս Կարլի, դաշտային գնդապետ, կադրովիչ եմ ես դաշտային, ինչ տվել են, դաշտում են տվել, լավ եղեք։